Ողջույն, ես Վարդան Մանուկյանն եմ, Վիտամեդ բժշկական կենտրոնների և Sonoschool Armenia սոնոգրաֆիայի դպրոցի հիմնադիր տնօրեն։ Տարիների ընթացքում նկատել եմ մի օրինաչափություն։ Շատ մարդիկ անցնում են տարբեր հետազոտություններ, բայց բաց են թողնում հենց այն ուլտրաձայնային հետազոտությունները, որոնք կարող են օգնել վտանգավոր հիվանդությունները հայտնաբերել վաղ փուլերում։ Այսօր կներկայացնեմ 4 ուլտրաձայնային հետազոտություն, որոնք հաճախ խորհուրդ եմ տալիս իմ պացիենտներին ըստ տարիքի, սեռի և ռիսկի գործոնների։ Առաջինը պարանոցի զարկերակների դուպլեքս հետազոտությունն է։ 40 տարեկանից հետո այն կարող է հայտնաբերել աթերոսկլերոտիկ վահանիկներ, որոնք մեծացնում են ինսուլտի և սրտանոթային հիվանդությունների ռիսկը։ Երկրորդը կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունն է։ Այն կարևոր է բոլոր տարիքային խմբերի համար։ Սովորաբար խորհուրդ եմ տալիս կատարել ամեն տարի սկսած 30 տարեկանից, իսկ 40 տարեկանից հետո համակցել մամոգրաֆիայի հետ բժշկի ցուցումով։ Երրորդը վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունն է։ Այն կարող է հայտնաբերել փոփոխություններ դեռևս մինչև ախտանիշների ի հայտ գալը։ Օրինակ, աուտոիմուն թիրոիդիտի որոշ ուլտրաձայնային նշաններ հաճախ տեսանելի են լինում ավելի վաղ, քան հիվանդը սկսում է գանգատներ ունենալ։ Չորրորդը որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտությունն է որովայնային աորտայի գնահատմամբ։ 50 տարեկանից հետո այս հետազոտությունը հատկապես կարևոր է, քանի որ որովայնային աորտայի անևրիզման կարող է երկար տարիներ զարգանալ առանց որևէ ախտանիշի։ Եթե վաղուց չեք անցել կանխարգելիչ հետազոտություն, պահպանեք այս ցանկը և քննարկեք ձեր ընտանեկան բժշկի հետ, թե դրանից որն է նպատակահարմար ներառել ձեր տարեկան հետազոտությունների պլանում։ Եղեք տեղեկացված, եղեք առողջ։